Ամանորը միայն նորացույցի փոփոխություն չէ, այն հիշողությունների, ավանդույթների և ազգային ինքնության վերածնունդ է։ Հայկական ընտանիքներում Նոր տարվա սեղանը դարեր շարունակ եղել է մշակույթի կենդանի արտացոլումը։ Թող բարով կա Նոր տարին։ Հայկական սեղանները միշտ զարդարված են գեղեցիկ, հայկական համով ճաշատեսակներով, բասամը տոլման, խաշլամա, բլինչիկ, ձուկը պարտադիր պետք է լինի սեղանին, խորոված, դե հայը ինչ է սիրում, ճոխ սեղան, գեղեցիկ զարդարանք և լավ հյուրասիրություն։ Ես էլ նմանապես անում եմ այդ ամեն բոլոր տեսակները անում եմ, դե սալատների տեսականի, կարևորը մարդիկ առողջ եղնեն, առողջ դիմավորեն Նոր տարին, առողջ մտածելակերպ, առողջ հոգում, առողջ մտածելակերպ կաղջիկ ջան։ Ոչ, ես իմ ձեռքով ամեն բան պատրաստում եմ ինքս, ես դրսից ոչ մի պատրաստած բան չեմ բերում, ամեն բան տանտիրուհին պետք է ինքը պատրաստի իր ձեռքով, համեղ, ճաշակով և գեղեցիկ։ Հայկական ավանդական ամանորի սեղանը միշտ էլ կրել է խորհրդանշական նշանակություն, յուրաքանչյուր ուտեստ դրվում է ոչ միայն համի, այլև հավատքի ու մաղթանքի համար, հացը կյանքի և բարության, չիրը տարվա քաղցր ընթացքի, գաթան ու փախլավան հաջողություն ու երջանկության խորհրդանիշներ են։ Այս սեղանը կարծես լուռ աղոթք լինի ուղղված Նոր տարվան, որպեսզի այն բերի խաղաղություն, առողջություն և ընտանեկան ջերմություն։ Նոր տարվա սեղանի համար ամենահարմարավետ մեր հայկական տոնական պրազնիկների համար, Նոր տարվա համար մենք պատրաստում ենք տոլման, վասուս տոլման, թփով տոլման, և թխվածքներ, և չրեր, ամեն տեսակի, ամեն հարմարություններով պատրաստում ենք մենք Նոր տարին։ Նոր տարին մեզ համար ավանդական օր է, որ տարին երբ լրանում է, մարդկանց տարիները ավելանում են, ով որ կենդանի է, նրանց ուրախություն, իսկ ով որ անցյալավոր է, նրանց հանգստություն ենք մաղթում։ Այդ Նոր տարին մեզ համար երջանկության օր է, որ ուրախանում ենք Նոր տարվա օրերով, թե մենք, թե մանուկների ուրախությունը, տոնածառը պատրաստելով, ուրախություն մաղթելով մեկս մեկից, դիմավորելով, հարազատներով, դուր ու դրգցով, ամեն ինչով մենք ուրախանում ենք, ով որ կենդանի մեկս մեկից մաղթելով ուրախություն, առողջություն, համերաշխություն, սեր, միասնություն։ Ամանորի սեղանին միայն հայկական ուտեստներ դնելը գիտակցված ընտրություն է։ Դա հիշեցնում է, որ մեր խոհանոցը մեր պատմության մի մասն է։ Տարիներ շարունակ ձևավորված համերը մեզ կապում են մեր արմատների հետ, անկախ ժամանակից ու փոփոխվող աշխարհից։ Շնորհակալություն հարցի համար։ Դե եթե երթանք մեր 90-ական թվականները հիմից էսերը փոխվել է, աղջիկս դու գիտես, ամենաշատ երիտասարդները կզարդարեն։ Մեր ժամանակները մենք կեփեինք մեր ավանդական տոլման, թփով, կաղամբով, պասուց տոլման, խաշլաման, քարթոլով, խաշլաման քարթոլով, լոբին, խաշած լոբին, սիրուն զարդարենք կանաչներով, սալատներ ունեինք, մեզի համար մասկովսկի կենեինք, թխված կեփեինք, մեր նիձելյան կեփեինք, մեր սլայոնին կեփեինք, միայն ուրախություն կար այն ժամանակ, ծակս գիտես, այնքան կուրախանանք, ճիշտ է, ավանդական տոն է Նոր տարին, քուքա բոլորը նշենք, կուրախանան։ Ամանորի ավանդական հայկական սեղանը միայն ուտելիք չէ, դա սեր է, հիշողություն և հավատ ապագայի նկատմամբ։ Երբ ընտանիքը հավաքվում է այդ սեղանի շուրջ, Նոր տարին սկսվում է օրհնակով, խաղաղությամբ և ազգային արժեքների պահպանման խոստումով։ Եվ գուցե հենց այդ սեղանի շուրջ է ծնվում այն Նոր տարին, որը մնալու է սրտերում։